փոսերից մեկից կապ եկավ, օգնեք։ Փոսից դուրս եկանք, տեսանք սաղ տղեկը բայց մենք էլի չենք վկայանում։ Այդ ավտոն պաժարան գած ժամանակ մենք էլի մտել էինք այդ ավտոյի միջից տղեկին էինք հանում։ Իսկ հրամանատար կար, ասում էր գնացեք առաջ, պետք չի։ Իրանք ինչ արել են, արդեն արեցին։ Զույգ եմ աղբորս գոմն իմ ներսը հանգիստ է, իմ աղբոր պահով ոչ մի վատ բան չեմ մտածում։ Ասում ես կենթանի է։ Հա։ Զգում ես։ Ոնց որ չգիտեմ, ներսը զգացողություն ունի, որ ինքը ցավի մեջ է հենց հիմա, բայց ինքը կա։ Կարող է վիրավորը շատ ծանր, բայց ինքը կա, դա զգում եմ ես։ Ամեն անգամ այդ նոր տեսանյութ տենալուց, որ այսինչ տղան գերության մեջ է, ամեն անգամ չգիտեմ։ Հավատում ես եղբայրդ գալու։ Հա, մտածում եմ, որ մի օր էլ ես իմ աղբորը կտեսնեմ վիդեոներից մեկում։ Կա ժամանակ, որ այս փոքր տան մեջ ապրում էինք 11 հոգով, բայց բոլորս երջանք կարելի ասել։ Երեխաներն անընդհատ վազվզում էին։ Մեծացան, ոնց մեծացան, երևի չնկատեցին։ Ու թևացի լայն արցակ արարատի լանջերին հայոց հողը համբուրեմ ուր տիրում է թշնամին Տությունը միայնակ չի եկել։ Մեկ ընտանիքում կա զոհ, անհայտ կորած եւ երկարատև բուժման կարիք ունեցող վիրավոր։ Ողջույն ընկերներ, դուք Արգան բլոգի YouTube-յան ալիքում եք եւ դիտում եք սիրելի դարձած մեր հերոստղերքը հաղորդաշարը։ Լուսանկարում, որը տեսնում եք ձեր էկրաններին, Ստեփան եւ Ջիվան Միքայելյաններն են։ 19-ամյա տղաները զույգ եղբայրներ են։ Նրանց կյանքում դժվարությունները սկսվել են մանկուց։ 7 տարեկան են եղել, երբ ավտովթարից մահացել է նրանց հայրը։ 2 տարի առաջ էլ քասկեղը տղաներից խլել էր ամենաթանկը՝ մոր կյանքը։ Որպեսզի եղբայրներն առանց խնամակալի չմնան, նրանց խնամք ստանձնում են հարազատները։ Ապրել են մայրական կողմի պապիկի եւ 2 մորեղբայրների տներում։ Այսպես ծնողազուր տղաները չափահաս են դարձել եւ զորակոչվել բանակ։ 2.5 ամսվա ծառայողներ էին եւ սկսվեց պատերազմը։ Կռվի հենց առաջին օրերին Արցախ է մեկնել նաև Ստեփանի ու Ջիվանի քեռիներից մեկը՝ Դավիթ Մանուկյանը։ Նա որպես վարորդ պայմանագրային ծառայող էր, աշխատում էր զորքերում։ Այս պատերազմը ընտանիքի առանց այն էլ դառը ճակատագիրն էլ ավելի դառնացրեց։ Զույգ եղբայրների խնամակալներից մեկը համարվող 33-ամյա Դավիթ Մանուկյանը հրետանու արկից զոհվում է հոկտեմբերի 22-ին։ Դավիթը 3 անչափահաս երեխաների հայր էր։ Պատերազմի ընթացքում Դավիթը քրոջ տղաներին տեսնել չի հասցրել։ Զույգ եղբայրները Ֆիզուլիում էին, քեռին մեկ այլ ճակատում։ Ինչ վերաբերում է մարտի դաշտում մնացած Ջիվանին, նրան դեռևս փնտրում են մինչ այսօր։ Պատկան կառույցներից մինչև բոլոր դիահերձարաններում եղել են հարազատները։ Ոչ մի տեղից ոչ մի հուսադրող պատասխան չեն ստացել։ Ստեփանն արդեն ԴՆԹ անալիզներ է հանձնել։ Այն համեմատում են դեռևս չճանաչված մասունքների եւ գտնված աճյունների տվյալների հետ։ Սիրելի հետևորդներ, Արգան բլոգի ստեղծագործական թիմը շտապում է այցելության Ստեփան Միքայելյանի բնակարան։ Կփորձենք հենց տղայից մանրամասներ իմանալ եւ առհասարակ ինչ-որ բանով օգտակար լինել։ Իսկ դուք լայքեք տեսանյութը, որպեսզի մեր հերոսի մասին ավելի շատ մարդիկ իմանան։ Ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել։ Խորին շնորհակալությունս հայտնում եմ բոլոր բարեսիրտ մարդկանց, ովքեր անհատական աջակցություն են ցուցաբերում զինվորներին։ Ինչպես նաև երախտիկս հայտնում եմ Դիանա Սիմոնյանին, ով ստանձնել է հաղորդման գլխավոր հովանավորի դերը եւ փորձում է աջակցել ինչով որ հնարավոր է։ Մնացեք մեզ հետ, կարծում եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու Ստեփանի հետ։ Ստեփան ջան, ո՞նց է սա վտանը։
Լավ ես քեզ գում։ Լավ, նորմալ։ Արդեն անցել ես մեքենան քշում ես նորմալ է։ Բնականon կյանքին ես փորձում վերադառնաս։ Նախ շնորհակալ եմ, որ դեռ ամբողջությամբ հոգեպես չկազդուրված, տարբերակով համաձայնեցիր քո պատմությամբ կիսվել մեզ հետ։ Ես մոտավոր պատկերացնում ինչքան բարդ է քեզ խոսել այդ թեմաներով, բայց մի հատ ուրիշ նպատակ էլ կա, որ մարդիկ պետք է ճանաչեն ու պարտանան ձեզնով, ձեր նման տղաներով, ինձ թվում է մեզ ու լեզ ճիշտ հասկանում։ Ուզում սկսենք ամենասկզբից։ Երկու եղբայրով մեկնեցիք բանակ ծառայելու։ Արդեն ծնողազուրկ կարգավիճակով, երկկողմանի ծնողազուրկ։ Հայրն էլ մահաց է 2 տարի առաջ մայրը։ Խնամակալ հանդիսանում էր մոր եղբայրը։ Մեկնեցիք որտեղ ծառայեցիք։ Հադրութում։ Հադրութում պատերազմի օրերին տեղափոխվեցիք Ֆիզուլի։ Ֆիզուլի։ Երկու անցած ծառայող եք մոտավոր։ Մոտավոր 2, հա։ Ոնց էր բանակի կյանքը դուրներդ գալիս էր, հարմարվել եք արդեն։ Հա, հարմարվելու բան չկա այդպես առանց։ Ուղղակի եթե ամեն գործի մեջ, ամեն բնակավարում պետք է քեզ գտնես։ Ամեն ինչի մեջ դու ես հետաքրքրություն ստեղծում։ Ոնց ստեղծեցիր քո առօրյան, այտենց էլ կանցնի։ Անկախ նրանից թե դու որտեղ ես ծառայությունը, տունը թե աշխատանքը։ Ստեփան, սեպտեմբերի 27 հայտարարվում է պատերազմի մասին։ Որտեղ եք դուք, ոնց իմացաք այդ ամեն ինչի մասին եւ որը եղավ ձեր գործողությունները։ Մի օր առաջ պատերազմից մեզ տասան տագնապ մեքենաներով գնում ենք անտառով մեքենաները թաքցնում պատրաստվում մեր մոտ ուսումնական փուլի բացումն էր։ Մենք հələ կոպիտ ասած չէինք հավատում որ պատերազմը սկսել։ 11 ինչ որ լարված իրավիճակը որ մի քանի օր հետո կավարտվի ուղղակի։ Չէ, մենք չգիտենք որ պատերազմը սկսել։ Մենք գիտենք ուսումնական փուլը, որպես ավելի հետաքրքիր հասկացա։ Մեզ պատրաստ են։ Okay։ 27-ի առավոտ ժամը 6:30-7-ի կողմերը չգիտեմ այդ կամիկաձե բեսպիլյոտնիկի ձայնը լսվեց։ Դեմից էլի չհավատացինք, մեր տեխնիկը գոռաց թաքստոց բոլոր, թաքստոց, էլի չենք հավատում, էլի ասում ենք ուսումնական փուլ է, դինամիկներով ձեներ են միացել, պայթյուն։ Հետո մի ժամ հետո որ սկսեցին արդեն բամբի տանել են, նոր սկսեցինք հավատալ, միջև հետ չենք հավատում։ Հետաքրքիր էր որ սաղ երեկո այդ իրիկունը ինժեներական էին կարել, փոսեր ենք փորել։ Այդպես հոգնած թմբերի վրա քնել ենք։ Քանի օր կռվեցիք։ Այսինքն հոկտեմբերի 14-ը։ Գրեթե 1 ամիս։ Հա, մերը։ Գրեթե 1 ամիս կռվեցիք ու եղբայրը անհայտ կորավ։ Ինչ օրես։ Ես իհարկե նեղություն եմ խնդրում, մեծ հավոտ թեման եւս մեկ անգամ պետք է խոսենք, բայց խոսես ոնց էր, ինչ էր, ինչպես եղավ այդ ամեն ինչը, ոնց կատարվեց այդ ամեն ինչը։ Չգիտեմ, բայց այնտեղ ցանկացած տղա ով գտնվել է պատերազմի դաշտում, իմ մտածելակերպով մտածում էր լավի մասին, որ ասում են մենք գնացել ենք մահի ու կյանքի կռիվ տալու, չէ, մենք գնացել ենք այնտեղ ապրելու։ Չկա տենց խոսք գնացել ենք մեռնելու, մեզ գլխականը մահացողներ պետք չեն, բայց պետք էր պահենք այն ինչ որ մեզ տվել են մեր պապերը։ Պայքարը գնում էր կյանքի համար, ոչ թե մահվան, այսինքն։ Հա, պայքարում ենք ապրելու, ոչ թե մահանալու։ Այնտեղ ցանկացած զինվոր աշխարհը փակ թե բաց մտածում է լավի մասին, որովհետև վստահ լինելով որ դիմացդ չգիտեմ նշանը ճակատիդ պահած է, բայց դու մեկը ուրախ ես ինձ համար, որովհետև դու քո ծանողին ես պահում, քո ընկերոջը, քո քրոջը, բարեկամներին։ Ու անկախ նրանից այնտեղ ինչ է կատարվում, ինչ իրավիճակը սկսում ես լավը մտածել, որովհետև աշխարհը փակելու ժամանակ տեսնում ես իրենց։ 18 տարեկան ես։ Հա։ Անկեղծ, չգիտեմ, պահիտակ երբ որ գիտակցում եմ այդ ամեն ինչին 18 տարեկանում ու միշտ 18 տարեկան ապրել, վերապրել, ինչ որ բաների մասին խոսել ժպիտով, գիտես չէ՞ շատ ուժեղ ես դու։ Կյանքը դարձել է այդպես։ Կյանքը քեզ դարձնում է ուժեղ, ու իրականում դու ուժեղ ես։
Որովհետև այդ փորձությունները չեն կարող ուղղակի հայտնվեն թույլերի կյանքում։ Համաձայն ես։ Ընկերուհի ունես։ Չէ։ Եղբայրն չունի։ Եղբայրս ունի։ Ընկերուհին էլ ասում է։ Ես կարողանում եք այդ օրերին առհասարակ կապ հաստատել հարազատների հետ, մտերիմների հետ։ Մինչև ամսի 30-31-ը տնեցիքի հետ կապ չենք ունեցել։ Դրանից հետո ինձ կապ ենք հաստատել տնեցիքի հետ։ Ճիշտ անհանգստացել էինք 4-5 օր մեր ձայնը չէին լսել, վախեցել էինք։ Ասացինք մեր մոտ ամեն ինչ նորմալ է, մեզ վերև չեն հանում, մենք ներքևն ենք, մենք մալադու ենք, մեզ չեն թողում հելնենք վերև։ Մեկ էլ քերրիս հետ է ինձ խոսում, որ այդ պահին սնարյադ է պարակում, քերրն ասում է, այդ ինչ ասում ընկերներից մեկը սնարյադի ящիկը գցեց ընկավ գետը։ Որ քերրի մասն է խոսքը, որ հիմա ապրում ես, թե։ Հա, այն քերրի, որ իր տունը ապրում է։ Երբ զանգում էր, եղբայրս զբաղված էր, չէր կամ խոսար։ Քերրն ասում է, մի անգամ դու աղբորը ձեն է լսում, դու ոնց արվում, եւ զանգում ինքը անասանելի է չի լսում։ Չգիտեմ, կամ հաց ա ուտում, կամ չգիտեմ մի գործ անում, մի օր վերցրեց, ասենց հա Քերր ջան, Ջիվան ջան, դու կարող փոփանես գնացել, ոչ թե ծառայեցին, եւ զանգեցին զբաղված էր, ինքը քերր պատերազմական իրավիճակը։ Ոնց որ պետք է վերջնի ազատ լինեն, Քերրն ասում է գոնե մեկ-մեկ զանգեք, ձայները լսեն։ Պատերազմ, խառը վիճակ, կադրեր, որոնք ֆիլմերում ես տեսնում, ու հանկարծ այդ կադրերը գալիս է քո կյանք։ Երբեմն երբ մտածում եք, որ արթնանալու եք, այդ ամեն ինչ ուղղակի անցնելու է, գնալու է։ Ինձ թվում է այման զգացողություններ ունեն մեզ բարբերաբար նաև։ Որ երազում ես ուղղակի։ Հա։ Այ գիշերները քնելուց այդ ամեն ինչը ոնց որ մոտս կատարվում։ հիմա Հա, չեմ կարողանում գիշերները նորմալ քնել։ Ծնողներս մայից հետո քերիներս դառնում են իմ ու եղբորս խնամակալը։ Քերիս միջև այդ ես ու եղբայրը սովորում էինք փոքր մեր կրթամալերում Տիգրան Մեծում։ Անենց ստացվեց, որ քերիս դուրն էլ եկավ վայրենի կյանքը, ինքն էլ ուզեցավ էլի դառնա զինվորական։ Գնաց զոդի չաստում որպես պայմանագրային զինծառայող։ պայմանագրային էր այսինքն։ Հա։ Պատերազմի ժամանակ այնպես եղավ, որ ինքն էլ էր կռվում։ Հա, ինքը Բայց տարբեր տեղերում էիք։ Մինչև ամսի 30-ը մեզնից լուրջ չեն ունեցել սեպտեմբերի։ Հետո ծանոթների միջոցով կապը հաստատվում քերրի հետ, ասում ենք, որ ամեն ինչ նորմալ է։ Ես ով վիրավորվում եմ գալիս եմ հոսպիտալ, քերրիս տենում է, որ իմ աղբերի մեջ չի, ուզում էր աղբորս գտնել։ Բոլոր տնեցիքը ասում էին, էլի մի գնա պետք չի, ամեն ինչ լավ առնելու։ Այսինքն եղբայրը արդեն եղբայրս լուրջ չկա արդեն 4 օր։ Մի օր քերրի զանգում եմ մյուս քերրիս, ասում է ինձ տակ շորեր է պետք, ասում են չեմ, ասում են գնացել եմ Ղարաբաղ։ Այդ օրը վերջի խոսալն եմ, էլի երկու քերրիներս մեջ, բայց այդ օր առավոտը որ միջև ինքը գնար Ղարաբաղ, եկավ ինձ հոսպիտալում տեսավ, ասաց սա լավ ալն է։ Մինչ բանա գնալը ապրում եք քերրի տանը։ Իսկ հիմա Հիմա տեղափոխվել եմ մյուս մորախորստով։ Ես մորախոր տան։ Քերրին ուներ 3 անչափահաս մեկ տղա, 2 աղջիկ։ Երբ որ իմացար մորախորդ մահվան լուրը հոսպիտալում էր։ Ես չեմ մացել, ինձ բերել են տուն, նոր եմ մացել ես։ Չեն ասել ինձ։ Կապվածությունը կարծես թե ծնողներից հետո ամբողջ պատասխանատվությունը վերցրել էր իր վրա։ Ինչքան ժամանակ ապրեցիք միասին նույն տանը։ Տարի ու կես։ Հուզում ես անդադ հիշելով կփորձենք ամեն դեպքում շատ քեզ հիշողությունների գիրկը չգցենք, Ստեփան ջան։ Այդ անկախ ամեն ինչից մեր հետևորդները յուրաքանչյուր զինվորի մասին պետք է իմանան, թե ովքեր են կռվել բոլորիս համար եւ ում ենք պարտական առհասարակ, լավ։ Ես ինձ մոտ նպատակ եմ դրել, որ յուրաքանչյուրի մասին պետք է ներկայացնեմ մարդկանց։ Ներիր, եթե այսօր մի քիչ ուզաշատ կլինի, բայց կարծում եմ գոնե մեկ անգամ, վերջին անգամ թեկուզ պետք է խոսել դրա մասին,
այդ հիշողությունների մասին։ Այդ հիշողությունը չեն կարող մոռանալ։ Ամեն բան հիշեցնում է մեզ։ Դա ամբողջ կյանքի համար էր կարծում եմ այդ հիշողությունները, ուղղակի առաջ քայլելը պետք է։ Շատ դժվարությամբ, շատ։ Սենց է հնչում, էլի մարդ իր ձեռը կարա չզգա ապրելուց։ Կարա իրան չզգա, իր ներսը չզգա։ Չի կարա։ Ոնց որ այդ ամեն ինչ կապված լինի, նույնն էլ իմ քերս եմ համար։ Քանի տարեկան էր։ 34։ Իսկ եղբոր հետ կապված միասին եք կռվում։ Ոնց եղավ որ կորավոր պահներ դա։ Ոնց ստացվեց այդ վիճակը։ Հոկտեմբերի 14-ն էր։ Նրա մանրատարը եկավ, շրջանաձև պաշտպանություն տվեց, արդեն Զորամասի ներսում էինք։ Տեղափոխվել էինք Զորամաս։ Առավոտը 11:30-12-ի կամերն էր։ Ասես 10 հոգի են, գնացինք մոտ 20-30 հոգով տղեկ պատվալում էինք մենք։ Ելանք բեմպեն եկավ մեր ու տեղից սկսավ ամեն ինչ։ Այդտեղ կորցրեցիր եղբորը։ Այդտեղ բեմպեն հենվածից կրակում էի, բեմպեն տրակացրեցին։ Հետո արդեն որ աշկես բացել եմ, արդեն եղել եմ Խոջալոյի հոսպիտալում։ Արդեն չգիտես ինչ եղավ եղբոր հետ։ Միջև այդ շատ բաների մեջով ենք անցել ախպերս ու ես։ Զույգ եղբայրներ։ Զույգ եղբայրս ա։ Դրանից 2 օր առաջ մեր ամբողջ Մարկոցը տամբիտ են անում։ Չգիտեմ ոնց չեմ կարող դա բացատրեմ։ Համարյա 4 ժամ ենք այդ փոսի մեջ ենք եղել, բայց մենք չենք զգացել, որ այդքան ժամանակ անցել։ Հետո ոչ մի խոսակցություն չկար, ոչ մի տեղեկից ուրիշ կապ չկար։ Դու փոսերից մեկից կապ եկավ, օգնեք։ Փոսից դուրս եկանք, տեսանք սաղ տղեկը։ Ամենացավերն է, որ դու ուզում ես դիմացին օգնես, ու այդ օգնելու պահին երկրորդ անգամ այդ ավտոն տրակացնում է տղեկը մեջը։ Բայց մենք էլի չենք կայանում։ Այդ ավտոն բաժառնգած ժամանակ մենք էլի մտել էինք այդ ավտոյի միջից տղեկին էինք հանում։ Իսկ հրամանատար կար, ասում էր գնացեք առաջ, պետք չի։ Իրանք ինչ արել են, արդեն արեցին։ Արկածն ես ինչ ա եղել իրական եղբոր հետ։ Քո ենթադրությունները։ Զույգ եմ աղբորս գոնե իմ ներսը հանգիստ է, իմ աղբոր պահով ոչ մի վատ բան չեմ մտածում։ Ասում ես կենթանի է։ Հա։ Զգում ես։ Ոնց որ չգիտեմ, ներսը զգացողություն ունի, որ ինքը ցավի մեջ է հենց հիմա, բայց ինքը կա։ Կարող է վիրավորը շատ ծանր, բայց ինքը կա, դա զգում եմ ես։ Ինքը մտածում ես կարող եւ գերի լինի։ Հա։ Իսկ նրան ճանաչելով ստացված իրավիճակից, հա, նա կփորձեր կապ հաստատել ամեն դեպքում մի հատ հնարավորություն կգտներ ոնց էր։ Եթե անճանաչելի ինչ-որ, չգիտեմ, չգտնվեն կամ ԴՆԹ, այդ ԴՆԹ-ի տեղը, որ գնացել են գերացի, ասել են, որ 60-40-ա լինելու տոկոսայնությունը, որ համընկնի, որովհետև ծանողից են վերցնում, իսկ ես ու աղբերս ասում եմ այդ հաստատ 100%-անոց կամ 90%-անոց չի լինելու, կամ 60 կամ 40, իսկ այդտենց ոչ մի մասունք չեն տալի ծանողին։ Այդ նմանատիպ համընկնում կա այս բանին։ 60-40%-ը։ Դեռ չէ։ Արդեն ինչքան, քանի օր է։ Հոկտեմբերի 14-ից մինչև առեսօր։ Մոր եղբայրը որտեղ է հողարկավորված։ Վեդիում։ Վեդիում, այստեղ։ Հրամանատարից հետ ծառայել եմ հունիսի 8-ից մինչև սեպտեմբերի 13-ը, սեպտեմբերի 13-ին ինձ տեղափոխել են Ուրի Զորամաս։ Ահա։ Այսինքն պատերազմից մի շաբաթ առաջ տեղափոխվել եմ Ուրի Զորամաս, էլի։ Ահա։ Բայց այն որ ճիշտ է, կարվի ժամանակ իրար կողք չենք եղել, բայց ինքը այդ 3-4 ամսվա մեջ կամ այդ 2 ամսվա մեջ չգիտեմ, մեր մեջ
ինքն է դուխը մցել մեր մեջ, ասենց ասեմ, ծառայության մեջ։ Այսինքն խիզախ էր, արի էր, փորձում էր ուշ տալ տղաներին, հետորերին։ Այսինքն կռվի օրերին դուք միասին չեք ծառայել միևնույնն է, հա։ Չգիտես ոնց է դրսևորվել այդ ամենը, բայց որ Արցախի հերոսա արդեն լիքը բան դրանով ասում է, ճիշտ է։ Իր համար առաջնային այն է, որ զինվորը իրան հասկանար, հարգեր։ Ծառայություն էր, բայց ինքը որպես զինվորին որպես ծնող, որպես աղբեր լիքը խորհուրդներ տալի։ Ոնց է առհասարակ այս օրերին փորձում հաղթահարել այդ հիշողությունները։ Ինչով ես զբաղվում, ինչով ես օրդ լցնում։ Որտեվ միակ լուծումը զբաղանն է, չէ՞։ Ինքդ քեզ զբաղեցնել, ինչ-որ բանով զբաղվել։ Հիմնականում այտենց զբաղվելու բան չկա տանը։ Հիմնականում պատերազմի մասին կինոներ եմ նորից նայում կամ ինչ-որ վիդեոներ դրվագներ։ Իսկ դա քեզ չի խանգարում դուրս գալ այս ստեղծված իրավիճակից, այդ հիշողություններից ազատվել։ Քեզ դուր է գալիս այս ընթացքում դա նայելը։ Ոչ թե դուր է գալիս, այլ ստիպում է կոպիտ ասած սպասել։ Ամեն անգամ իդ նոր տեսանյութ տենալուց, որ այսինչ տղան գերության մեջ է, ամեն անգամ չգիտեմ։ Հավատում ես որ եղբայրդ գալու։ Հա, մտածում եմ, որ մի օր էլ ես իմ աղբորը կտեսնեմ վիդեոներից մեկում։ Ինչ նպատակներ ունեիք միասին։ Ես ու եղբայրս ուզում էինք փոքր մեր ավարտելուց, Տիգրամից ավարտելուց հետո գործերս տայինք դեպի Ռուսաստան կամ Հունաստան ռազմական գծով, այս ծնողիս մահվանից հետո ոնց որ ամեն ինչից հիասթափվի։ Հայրիկ ինչից մահացավ։ Ավտովթարից։ Մայրը առողջական խնդիրներ ուներ։ Ուզում ես մնալ վետիում։ Հա։ Ինչով ես ուզում զբաղվել այդ դեպքում։ Առհասարակ այնպես ինչ-որ զբաղմունք չունեմ ես։ Ուրիշ դա բայց քեզ չես պատկերացնում։ Ընդհանրապես երգի մեջ եմ ինձ պատկերացնում։ Երգում ես։ Հա։ Լավ է ստացվում։ Սովորել ես թե ուղղակի։ Քերիս երաժիշտ ա եղել։ Ոնց ժառանգել ես։ Մյուս քերներս Թվայորնի ժողովրդական երգիչ է իմ քերիս Արմեն Հայրապետյանը։ Երաժշտական ընտանիք է։ Ոսկով ուզում ես փորձել որպես երգիչ, հասկանաս ոնց կստացի, իսկ ինչով կարող ենք մենք օգնել այդ ճանապարհին, կարիերայի ճանապարհին։ Դեռ դրան ասում մտածելը շուտ է ես։ Հələ լիքը մտածելու բաներ ունեմ։ Դեռ պետք է կազդուր ես հոգիդ։ Հա։ Հիմա չեմ կարողանում երգել, ես ականջիս պատճառով էլի կինոյերով տեսակ որ ճղված է։ Չեմ լսում դեռ նորմալ 6 ամիս հետո ես մեկն է պետք է վիրավորվի։ Այս տեղը ճղել էին, դեմից չէի կարողանում լսել, վախեցել եմ։ Կարող էլ չլսեմ, բայց հետո բժիշկը ասաց մի ամիս ընթացքում ամեն ինչ կլսվի։ Մյուս ականջը ամեն նորմալ է։ Չէ, էսի ավելի բարդ է դրա համար դեմից էս մեկը արեցին։ Այսինքն մյուսն չի լսում։ Չէ, թույլ է լսում, երկու կողմանից անհալսություն է մոտ։ Այս կդզվի այդ ամեն ինչ։ Բժիշկը ասում է ամեն ինչ լավ ալնելու։ Ճիշտ է, այդ ականջի միջի աղմուկները ասում եմ, չեմ կարող ասեմ շուտ կգոյի թե չէ, բայց ինչ վերաբերում է լսողությունը վերականգնվելու է։ Ես հենց սովոր քերիս մեքենան է, մահվանից հետո ես եմ քշում։ Տղա ունի քերին։ Հա, փոքր է, 11 տարեկան է։ Հիմա մենք գնում ենք տուն, որտեղ որ դու ապրում ես, այսինքն այս օրերին, մյուս մոր եղբորը տունն է։ Նախկինում ապրում եք մյուս։ Նախկինում այնտեղ ոքի չեմ կարողանում էլի երկար մնալ, որովհետև հիշողությունն է։ Անկյունը որ իմը չգիտեմ։ Այնտեղ անկյուն կա։ Հա։ Մոր եղբոր անկյուն։ Այս տատիկ, պապիկ։ Տատիկ, պապիկ ունեմ, հենց ներքևի տունն եմ, էլի։ Հայրական կողմից թե մայրական։ Հայրական կողմից պապիկ, տատիկ չունի մահացել են։ Նրանց հետ ոնց է։ Հիմնականում սա ինձ հետ են էլի ժամանակը անցկացնում։ Փորձում են այս ընթացքում հնարավորինս շատ։ Ով կա տանը հիմա։ Արսիկս, մեկ էլ քերիս երեխան է։ Հասանք, հա ոնց է։ Հա։
Հարավության մարմնամարզություն է, էլի քեզ համար այսքանը բարսանալ է։ Ահա, համեցեք։ Բարդ զգալի է։ Ոնց եք երեխեք։ Ներկայի մեջ փոքր մայրի։ Ես եմ եղբայրս։ Ուղղակի մի քիչ այդքան։ Հենց ամենաառաջին էջում։ Հա, որտեղ իրանք լավ են դրսևորել իրենց։ Լավ եք սովորում։ Հա, ես Ջոկի հրամանատար եմ եղել, ախպերս Ջոկի հրամանատարի տեղեկալ։ Մի անկյունը ախպերս է, մի անկյունը ես։ Փակում բացում, հա, շարքի։ Առաջինում ես եմ։ Կա ժամանակ, որ այս փոքր տան մեջ ապրում էինք 11 հոգով, բայց բոլորս երջանք, կարելի ասել։ Երեխաներն անընդհատ վազվզում էին։ Մեծացան, ոնց մեծացան, երևի չնկատեցին։ Երեխեքը ընդունվեցին փոքր մեհեր կրթահամալիր դպրոցը կիսատ թողելով 4-րդ 5-րդ դասան։ Հա, Ստեփանն ու Ջիվանը։ Շատ սիրուն զինվորներ էին։ Երևի վեդին, որ փողոցներում ման էին գալի, բոլորի ուշադրությունը գրավում էին։ Իրենք միաբջիջ են, շատ նման են իրար։ Բայց ես տարբերում էի, հարազատները կային մարդիկ, որ հերթովանունները տալիս էին, որ հասկանային Ջիվանն է, թե Ստեփանն է։ Ի սկզբանե ճանաչել եմ, տարբերել եմ, սիրտս անընդհատ զգացողությունս դեպի Ստեփանն էր, Ստեփանը մի այլ կարգի ինձ գրավել էր, բայց Ջիվանն էլ իր առանձնահատկություններն ուներ։ Բայց դժբախտ պատահարից իրանց պապան մահացավ 12 թվականին։ Ընտանեկան որոշ չգիտեմ, իր ծնողների հետ կապված անհամաձայնություններ կար, միշտ երեխեքս տեղ են ապրել, կարելի ասել մի 3-4 տարի են իրենց հայրական տան մեջ ապրել, էլի։ Հետո հայրը մահացավ, իրենք հենց հիմնականում արդեն ստեղ ապրեցին։ Տատիկը, պապիկը, մենք, հորեղբայրը դեռ ամուսնացած չէր։ Հետո ամուսնացան, բաժանվեցին, իրենք էլ առանձնացան, բայց երեխեք անընդհատ շփում եղել է, միշտ միասին ենք եղել, չի տարբերվել իմ ու քոնը։ Հետո հիվանդության պատճառով մայրը մահացավ։ Շատ տանջվեց 18 թվականի դեկտեմբերին մայրը մահացավ։ Երեխաներին որդեգրեցին, ես ու ամուսինս։ Ավելի շուտ երեխեքը ընտրեցին այս տարբերակը, որ մեր հետ ապրեն։ Երևի շրջապատին մոտիկ էր, թե չէ տատին, պապին առավել ևս իրենց հանդեպ ուշադիր են եղել։ Չգիտեմ, բանակի հարցում ամեն ինչ արվեց, բայց ապարդյուններ հարթաթաթություն ունեին։ Դիվանին շնչական խնդիր ուներ քթի հետ կապված, որը չկարացանք վիրահատեին, չստացվեց։ Միգուցե, չգիտեմ, երևի տես պիտի լիներ։ Հունվարի 8-ին, հունիսի 8-ին զորակոչվեցին բանակ։ Ի սկզբանե առաջի անգամ եմ Ստեփանի մոտ ասում, երեկոյան, որ արդեն կիսուրենցս տանն էր արարողությունը, դիվանին գրկեցի, ասեցի լուսահոգի տատիս խոսքը, որ միշտ ասում էր, էլի, գլուխները տեկտիբարով կպահեք, ասեցի Ջիվան ջան, գլուխը տեկտիբարով կպահես, ասեց հարսիկ, էդ ինչեր են ասեցիր, ասի նա նշանակում, որ գլուխդ միշտ, որտեղ որ չարիք կա, որտեղ որ ինչ որ կասեն, Փորձանքից հեռու։ հա, փորձանքից հեռու։ Ծիծաղացինք անցավ։ Բայց հաջորդ օրը չգիտեմ ոնց արտահայտվեմ, հաջորդ օրը տեսանյութ կա, էլի այդ տեսանյութը կա, որ կիսուրս տեքորս կինը հրաժեշտ են տալի երեխեքին, ես աշխատող եմ, էլի, այդ պահին հրաժեշտ չեմ տվել։ Մի հատ ծանր զգացողություն ուղիղ եթերով ես ունեցա, որ հատկապես Ջիվանի հետ կապված։ Նես մի հատ անբացատրելի զգացողություն էր, որ կյանքում չեմ մոռանա, կյանքում, չգիտեմ,
ես առաջի անգամ եմ Ստեփանի մոտ ասում։ Բայց չգիտեմ, հուսանք, որ իմ զգացողությունը, անցողիկ զգացողությունա, որ հետ է գալու Ջիվանը։ Հուսանք, որ հրաշքը լինելու է, գտնելու են իրան։ Միգուցե հրաշք լինի, գերիների մեջ լինի, վերադառնա։ Ուզում ես բանին ընդհատվենք ու դիտենք այդ տեսանյութը ոնց են ձեզ ճանապարհում բանակ։ Մի հատված նայենք ու վերադառնանք շարունակենք զրույցը, լավ։ Լոպանությունը գիրասն է, ծառայությունները խճա։ Ապետավի։ Զագլացել է բա։ Մի հատ հաթիկով արեք։ Բարի ծառայություն, երեխեք ջան, ամփորձով։ Ավտոյի հետևից շփեմ։ Այ Աստված ջան, ամփորձանք։ Այս օրերին պատասխանատվությունը, չգիտեմ, տղայի նկատմամբ ուշադրությունը, այդ անդառնալի ցավը, որ ապրել է 18 տարեկանում, այդ ամեն ինչը փորձում եք դուք ձեր ընտանիքով հաղթահարել տղայդ միասին։ Մենք անում ենք դա չնչինվանա իրանց արածի ու այդ ամենի հանդեպ։ Աշխատում եմ ամեն ինչ անեմ, եթե կարամ, թե մի բան կարամ, ես ինչ չեմ խնայում իր համար։ Ու չեմ անում, որ ասի շնորհակալություն, ասի լավ ես անում, չգիտեմ։ Հետաքրքիր էր, որ ամենացավոտ թեմաներից խոսում էր թույժ ժպիտով։ Դա կարծում եմ խոսում է իր ուժեղության մասին, ես իրեն ասացի, որ ինքը շատ ուժեղ է ու եթե այս ամեն ինչը հայտնվել է իր կյանքում, փորձությունները հերթով ծնողների կողմից։ Հա, իհարկե 10 տարեկան համա չափից շատ այդ փորձությունները։ Բայց եթե ինքնակրողը դա, ուրեմն ինքը այդքան ուժեղ է։ Ինքը մեզանից ուժեղ է։ Ինչպեսին եք տեսնում Ստեփանի ապագան։ Կյանքով լեցուն էին երկուսն էլ շատ, ուրախ, զվարթ, աշխատասեր։ Մեր տան առիթները երբեք առանց երաժշտության, առանց երգի։ Միշտ երգել են հայրենասիրական երգեր։ Միշտ լավատես են եղել ամեն կարգավիճակում։ Չգիտեմ, տեսնում եմ, որ եթե ուժեղը ամեն ինչը կհաղթահարի։ Էլ չես երգում։ Չէ, բայց ես վերջից մի անգամ երգել է, բայց ոչ մեկ էլ այդպես ուղղակի վիդեո են արել, դեմքը չի երևում։ Ինչ նպատակով էր երգը։ Ուղղակի հոգու պարտքում է եղել երևի։ Ես մենակ եմ անում, կամ ընկերներիս հետ անկախ ինձանից սկսում եմ երգել։ Երգի միջոցով փորձում ես ցավը դուրս տալ։ Չգիտեմ, բայց ես միշտ հայրենասիրական երգ եմ երգում, չգիտեմ, խի այդ ավելի լավ է ստացվում։ Ինչ երգ կա, որ ես երգում եմ, սա հայրենասիրական է։ Ջիվանն էլ էր երգում։ Հա, իհարկե, միասին մեկը մյուսին լրացնելով։ Դաժե վիդեո կա, որ ես, քերիս ու աղբերս երգում ենք իրար հետ երգը։ Նայենք այդ վիդեոն հիմա։ Հա։ Իսկ ամենասիրելի երգը որն է, որ թեկուզ պատերազմի վրա լինում էր, դες դեպքեր որ երկու եղբայրով երգում եք, որ երգն եք երգում։ Երգ կա, որ ասում կռում գնա մեր երկիր։ Այդ երգն է ամենաշատը սիրում։ Ընդմիջումից հետո երգելու առումով, հա, երկար ժամանակը չես երգում։ Հա։ Երգես մի փոքր հատված մեզ համար։ Խնդիր չկա։
Կարոն գնամերգիր կարոտս տար հայերուն Ավեր դարձավ պապերոս շինած երկիրը կանգուն Կարոն գնամերգիր կարոտս տար հայերուն Ավեր դարձավ պապերոս շինած երկիրը կանգուն ու թևացի լայն արցակ արարատի լանջերին հայոց հողը համբուրեմ ուր տիրում է թշնամին ապրես որ չմերժեցիր Ուզում եմ որ սկսես էլի երգել Ուզում եմ սկսես երգել որովհետև այդպես ավելի կան չէ ասում եմ երգի միջոցով կարողանում ես ցավ դուրս տալ երգի միջոցով կարողանում ես ինքդ քեզ գտնել մի խոսքով ինձ թվում է քեզ կօգնի դա եթե ուզենաս այդ ասպարեզում զարգացնես ինքդ քեզ ես եւ իմ ամբողջ ստեղծագործական թիմը այդ ճանապարհին կօգնենք քեզ ու կարծում եմ որ անկախ ամեն ինչից Չնայած բարդ ճանապարհ ես ընտրել, որոշել շարունակել, բայց էլ եմ ասում ուժեղների համար չկան բարդ ճանապարհներ եւ նրանք հատուկ ընտրում են բարդ ճանապարհները ու համոզված եմ, որ սրանից հետո քո կյանքում լինելու են հաղթանակներ ես ուզում եմ հավատալ, որ հրաշքը կկատարվի այն հրաշքը, որին դու հավատում ես այն հրաշքը, որին բոլորս ենք հավատում եւ Վերջապես անկեղծ ժպիտը կվերադառնա էլի դեմքիդ որովհետև կարծես թե չկա կեսդ ուղղակի կեսդ չկա խոսում ես ժպտում ես բայց դատար կա ինչ որ բան այնտեղ ես ուզում եմ ի սրտե քեզ մոտ ուղղակի լավ նորություններ շատ տեսեմ ու լսեմ քո մասին լավ մեր հաղորդումը նայում են մարդիկ ովքեր դեռ անտարբեր չեն դարձել զինվորների նկատմամբ ովքեր դեռ Փորձում են ինչ-որ մի չափով դրական պահ պարգևել զինվորների համար։ Հաշվի առնելով, որ այս օրերին զինվորների ընտանիքներում շատ են ծախսերը։ Գիտեմ, որ ամեն օր գնում ես Երևան, գալիս ես։ Գիտեմ, որ չնայած եղել են բարի մարդիկ, ովքեր կողքիդ կանգնել են, բայց անկախ ամեն ինչից ինչ էլ արվի, ինչքան էլ արվի, քիչ է ձեզ համար։ Եվ այդ բարի մարդկանց նվերը ես բերել եմ ինձ հետ խնդրում դա որպես նվեր ընդունիր Ստեփան ջան որովհետև քեզ նման տղաները չունեն օգնությունների կարիք նույնիսկ այս դժվար պահին դու կարող ես մարդկանց օգնել քաջալերել հա եւ ուղղակի նվեր ընդունիր այդ մարդկանց կողմից որը նրանք ուղարկել են որ ինչ որ չափով քո ծախսերը ուղղակի թեթևանան այս ընթացքում Եվ կարծում եմ, որ տեսանյութից հետո կգտնվեն էլի բարի մարդիկ, ովքեր անհատական իրենց նվերները կփոխանցեն Ստեփանին։ Այդ իսկ տարբերակով ինչ որ չափով ուղղակի այս ստեղծված անելանելի վիճակից տղային դուրս բերելու համար։ Եթե ընթացքում կլինեն հարցեր, որը մենակ չես կարողանա կամ հարազատների հետ չես կարողանա, հա, որը ավելի մասշտաբային քննարկման կարժանանա, որը կարող ենք մենք ինչ-որ չափով օգնել, ես ուզում եմ, որ անդադ ինձ հետ լինես կապի մեջ, լավ։ Անդադ, ցանկացած հարցի դեպքում, ցանկացած ձեռքբերման հարցում, ցանկացած լավ իրադարձություն, որ կլինի քո կյանքում, ես ուզում եմ իմանալ քո մասին ու գալ ու ներկայացնել մարդկանց, որովհետև համոզված եմ, որ քեզ շատ սիրելու են մեր հետևորդները։ Խնդրում խնդրանքս չմերժես ու Իրականում մարդկանց էլ այդ դրական պահերը տանք ինչ որ կատարվի քո կյանքում։ Ստեփան ջան, ուզում եմ խոստացած նվերը փոխանցել քեզ ու հավատալ, որ ինչ որ բանով այն կարող է քեզ օգտակար լինի։ Իհարկե, այստեղ ոչ մի գումար չի կարող ձեր արածի դիմաց փոխհատույց լինել, բայց անկախ ամեն ինչից հուսամ ինչ որ բան օգտակար կլինի։ Հարգելի հետևորդներ, դուք Արգամ բլոգի YouTube-յան ալիքում եք դիտում եք մեր հերոս տղերք հաղորդաշարը։ Մեր հերթական հերոսը Ստեփան Միքայելյանն է։ Իր եղբոր հետ միասին Ջիվան Միքայելյանի հետ միասին, ով ցավոք սրտի համարում է անհայտ կորած։ Իհարկե բոլորս ամեն րոպե, ամեն վայրկյան կսպասենք լավ լուրի։
որպեսզի տղան հայտնվի եւ երկու եղբայրները ինչպես նախկինում կապրեն ուրախ, զվարթ եւ անհոգ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք, շնորհակալություն, որ խոսեցիք, կնեղություն եմ խնդրում, որ ստիպված եղաք խոսել շատ բարդ թեմաներից, ձեզ համար շատ ծանոթ թեմաներից, բայց դրա կարիքը կա այսօր։ Մարդիկ պետք է յուրաքանչյուր հերոսին անուն առանուն ճանաչեն առաջին հերթին, եւ կարծես թե մենք փորձեցինք դա այսօր իրականացնել։ Ես քեզ ուժ եմ մաղթում, ես հպարտեմ քեզնով, դու ուժեղ տղա ես եւ չնայած այս դժվար շրջանում, ինձ դժվար շրջան ցանկացածի կյանքում է լինում, դու այնքան ուժեղ ես, որ կարող ես նույնիսկ մարդկանց աջակցել։ Եվ ես ուզում եմ, որ ինչպես հիմա չեմ տեսնում քեզ թուլացած, ընկած, ես ուզում եմ քեզ տեսնել միշտ վերելքում, ուժեղ եւ բոլորին ուժ տալիս, լավ, անկախ նրանից ինչ որ կլինի, ինչ դժվարություն որ կլինի։ Դժվարությունները միայն ուժեղներին են տրվում։ Ես հպարտ եմ, որ քեզ ճանաչեցի, ես ուրախ եմ, որ այսօր այստեղ քեզ ճանաչելու առիթ ունեցա եւ կարծում եմ, որ մրցավանջը շուտով ավարտվելու։ Առաջին մրցավանջը ավարտվել է, երկրորդի մասին եմ խոսում, այս սպասողական վիճակի, որին հիմա դու եւ մայրախորդ ընտանիքը առասարակ ձեր ընտանիքն ու բարեկամական շրջապատը սպասում են ամեն րոպե։ Իսկ դուք լայք եք տեսնում, թե որպեսզի մեր հերոսների մասին ավելի շատ մարդիկ իմանան։ Ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube անալիքին, եթե դա դեռ չեք արել։ Խորին շնորհակալություն հայտնում եմ բարի մարդկանց, ովքեր անհատական աջակցություն են ցուցաբերում զինվորներին։ Երախտիկս հայտնում եմ Դիանա Սիմոնյանին, ով նախագծի առաջին օրվանից մեր կողքին է եւ աջակցում է հաղորդաշարին, ինչի շնորհիվ մենք կարողանում ենք այցելել տղաներին եւ ավելի շատ զինվորների պատմություններ լսել եւ ներկայացնել հանրությանը։ Խաղաղությունը մաղթում բոլորիս, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով, որպեսզի բացահայտենք մեր հերթական հերոսին։ Կարոտս տար հայերում, ավեր դարձավ ապերուս, շինացեր գիրը կանգում, կրում գնամ բրերգիր, կարոտս տար հայերում, ավեր դարձավ ապերուս, շինացեր գիրը կանգում, ու թևացին այն արացավ, Կարարատի լանջերին, հայոց հողը հապուր է, որ տիրում է թշնամին։